Դες համար ունեք արդյոք։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության իրենց ծրագրերն ուժի մեջ են։ Մեր նպատակի կետը հստակ է եւ անփոփոխ։ Այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է։ Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների նպատակն այսօր այլևս նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկ տեղվել։ 2018-ի իրադարձությունները իր վարչապետության 7-րդ օրը հրաժարական տված Սերժ Սարգսյանը իշխանազավթում որակեց։ ՀՀԿ 35-ամյակի նիստի մոտ 1 ժամանոց ելույթում կարծիք հայտնեց, ինքն ու իր թիմը 7 տարի առաջ պարտվել են տարածաշրջանում իրենց հաշվարկներն ունեցող ուժերին, ում պատկերացումները Հայաստանի եւ Արցախի մասին չեն համապատասխանում հանրապետականի պատկերացումներին։ Բայց թե ում մասին էր խոսում, չկոնկրետացրեց։ 2018-ին հենց հանրապետականները խորհրդարանում ապահովեցին Նիկոլ Փաշինյանի ընտրությունը։ Այսօր Սերժ Սարգսյանին հակադարձեց ազգային ժողովի իշխանական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Հանրապետական խմբակցության անդամները, Դաշնակցության խմբակցության անդամները, այդ թվում քվեարկում են Նիկոլ Փաշինյանին որպես վարչապետ։ Հիմա եթե իշխանազավթում եղել է, նշանակում է Սերժ Սարգսյանը մասնակցել է այդ իշխանազավթմանը։ Բայց ներողություն, ես դրան էլ կանրադառնամ։ Եթե դրսերից այլ ուժեր են արել, ուրեմն ինքը ավելին Սերժ Սարգսյանի հանրապետական կուսակցությունը մասնակցել են դրսից իրականացված հեղաշրջմանը ստացվում է։ Եթե սուտ խոսելու մրցույթ լիներ, այս կառավարությունը կդառնար համաշխարհային չեմպիոն։ Խոստացան խաղաղություն, ստացանք պատերազմ։ Խոստացան բարեկեցություն, ստացանք արտագաղթ։ Խոստացան պաշտպանել Արցախը, հանձնեցին Արցախը։ Հանգիստ ապրեք, սիրելի հայրենակիցներ, քանի դեռ իշխանությունները հանուն խաղաղության չեն որոշել, որ ձեր տունն էլ է սահմանային վեճի առարկա։ Վարչապետ Փաշինյանի թիմից հայտարարում են մտահոգված չեն, ընդդիմությունը հաջորդ տարվա ընտրություններում ինչու չպետք է հաջողի։ Չհերքը չի հաջողի, որովհետև ժողովուրդը մեղմ ասած լավ կարծիք չունի ձեր նշած անձի մասին, օրինակ։ Այդ իրենց խմբակն է 20 տարի շարունակ իշխանազավթում իրականացել ամեն անգամ ընտրություն կեղծելով։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարմիր գծեր չունեցող կապիտուլյանտ անվանեց, բայց նաև մտավ ով բերեց Նիկոլին իր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների այս օրերի բուռն բանավեճի մեջ։ Սերժն է բերել Նիկոլին թեզը ըստ նրա կուսակիցների երրորդ նախագահի գրասենյակն է տարածում։ Սերժ Սարգսյանն իր հերթին մեղադրեց իր հրաժարականի պարտադրանքին թե մասնակցածները, թե անտարբերությամբ հետևողները հանցակից են այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Չթաքցրեց, որ քննադատությունն ուղղված է նաև իր երբեմնի գործընկերներին։ Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե գալիք ընտրություններից առաջ պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել։ Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետվում, դուք բերեցիք Նիկոլին թեզը մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը։ Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր, իշխանության փոփոխությամբ, իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր, սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ։ Ձեր համբուրացեշին մեր դռանը մի կապեք։ Սերժ Սարգսյանին պատասխանեմ 2018 թվականի ապրիլի 13-ին Սերժ Սարգսյանին ցիտելով։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի։ Դե հետևաբար ժողովրդի ասած այն էշեշ խոսալու պահն է, էլի։ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունից, որտեղ մեծամասնությունը դաշնակցության ներկայացուցիչներ են, ՀՀԿ նախագահի քննադատություններին նախկին ակտիվությամբ չհակադարձեցին։ Գառնիկ Դանիելյանն ինքն էլ մասնակցել է Սերժ Սարգսյանի հեռացման ակցիաներին։ Կարծում է ժողովրդի ընդվզում էր։ Իսկ թե նախկին նախագահն ինչ ուժերի աջակցությունից էր խոսում, խորհուրդ տվեց նրան հարցնել։ Ինքը ԱԱԾ սպա չի եղել։ Ասում էր, ով բերեց Նիկոլին հարցը 7 տարի է հնչում է։ Չնայած բացահայտ կսմիթների, նա այս
այսօր էլ ՀՀԿ-ի հետ միասնական պայքարի հնարավորություն տեսնում են։ Ձայն փախցնելու կարիք ու անհրաժեշտություն չունեն։ Դառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, նա խոսեց նաև հնարավոր իշխանափոխությունից հետո լուծման կարոտ մի քանի հարցից, այդ թվում Արցախյան խնդրի միջազգայնացման նոր ռազմավարության անհրաժեշտությունից, արցախցիների վերադարձի միջազգային օրակարգով։ Կրկնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ Որ իշխանափոխության արդյունքում նոր բանակցողով եւ միջազգային հեղինակավոր միջնորդներով դեռևս կարելի է փոխել իրավիճակը։ Բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանանան նաև համարժեք իրավական գնահատականի։ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեղքի բաժինը մեծ է Լեռնային Ղարաբաղի հայաթափման հարցում, այդ թվում այն պատճառով, որ Ղարաբաղում իրականացրին իշխանափոխություն։ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանությունը հայաթափման մեղքի սլաքը նախկիններին է ուղղում։ Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթուղթը մենք ենք ստորագրել, թե իրենց պրոտեժեները։